Նոյեմբերի 3-ին Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ Թևադրոս II պատրիարքը, ով Մոսկվայում է գտնվում Կիրիլ պատրիարքի հրավերով, հոգևորականած շքախմբի ուղեկցությամբ այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր։ Հոգևոր դասը թեմակալ առաջնորդ Եզրա Սրբազանի առաջնորդությամբ դիմավորելով Թևադրոս II պատրիարքին ուղեկցեց Մայր տաճար, որտեղ ներկայությամբ բազմաթիվ Ղպտի հավատացյալների սուրբ եւ անմահ պատարագ մատուցվեց։ Սրբազան արարողությունից հետո Ղպտի ուղղափառ եկեղեցու գահակալն իր օրհնությունը բերեց ներկաներին եւ մասնավոր երախտագիտություն հայտնեց թեմակալ առաջնորդին այն սիրահոժար պատրաստակամության համար, որ Մոսկվայի հայկական եկեղեցիներում Ղպտի հոգևորականներին պարբերաբար պատարագ մատուցելու հնարավորություն է ընձեռվում։ Ղպտի եւ հայ դավանակից մեր երկու եկեղեցիները դարեր շարունակ կապված են միմյանց հավատքի անշեղ միությամբ եւ Քրիստոսի անմնացորդ սիրով, որի վկայությունը այսօրվա մեր միասնական աղոթքն է այս սուրբ կամարների ներքո, իր խոսքում ասաց Թևադրոս II պատրիարքը։ Հանդիպման ուրախալի առիթով օրհնության խոսք ասաց նաև թեմակալ առաջնորդ Եզրա Սրբազանը, Ղպտի եկեղեցու առաջնորդին փոխանցելով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև հաջորդ տարի Միրոնօրհնության եւ Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նորին Սուրբ Օծության հրավերը։ Հանդիպման ավարտին ի պատիվ պատրիարքի տրվեց պաշտոնական ճաշ, որի ընթացքում կատարվեց նվերների փոխանակում։